Since 1121, Norbertines have been doing that all over the world, and the order grew until the French Revolution, and then it got really, really small, and now we're starting to grow again. Ուրեմն 1121 թվականին սկսյալ այս գարկը իրենց գարկը նույնը գնե, այսին ժամերկություններով գսրբացնեն իրենք զիրենք եւ իրենց թիվը շատ մեծավ մինչեւ ֆրանսական հեղափոխություն, բայց հետո ֆրանսական հեղափոխության հետ նվազեցավ, իսկ հիմա արդեն իդ գաջի իրենց թիվը. Amen. So Saint Norbert founded the first abbey in Prémontré. Ուրեմն Պրիմանտրեի մեջը Սենտ Նոբրես Ֆրանսայի մեջը առաջին ապայանոցը ստեղծեց Abbey կնշանակի ապայանոց ուր որ ապաներ գաբրին վանականներ գաբրին Abbey monastery, same, Yes. same kind of thing. Yeah. Abbey has an abbot, monastery has a prior or something Yes like that. վանական վանքի եւ Abbey-ի ապահայրության դարբերությունը այն է որ ապահայրն է որ ղեկավար է ինչպես օրինակ Վենեդիգի Սուրբ Ղազար վանքը ապահայրն է որ ղեկավար է իսկ վանքի մեջը վանահայրն է որ այս է դարբերությունը So Saint Norbert founded Abbey. That Abbey, when it got too big, they founded a new Abbey, and it grew, and they founded a new Abbey. And that new Abbey was this one in Chorna, Hungary. Okay, ուրեմն երբ որ վանքը ստեղծեցին Ֆրանսայի մեջը, Abbey ստեղծեցին ապայանոց, ատկեւոր երբ որ մեծավ ուրիշ ապայանոց ստեղծեցին, երբ որ ադալ մեծավ ուրիշ ապայանոց ստեղծեցին, ասիգայ Հունգարիայի մեջը, Հունգարիայի մեջը. So now the story fast forward to 1950. Ուրեմն բացություն առաջ կբերենք մինչև 1950 Communism was taking over Hungary. The Armenians that they are from Armenia they know. Կոմունիզմի ժամանակ սիրելիներ, ուրեմն երբ որ հալածանքը ստեղծեցավ քրիստոնյաներու նկատմամբ, So the communists told this abbey, we are going to shut you down tomorrow. ուրեմն եկան ասին որ վաղը կոմունիստները եկան այս վանքը, այս ապահայրանոցը, ապա հորսին որ վաղը ծեր վանքը, ծեր ապայանոցը փակում ենք. So the abbot of this monastery said, anybody who wants to leave tonight, get out, go escape. Ապահայրը ասաց վանականներին, ապայանոցի վանականներին, ցեզ մի ով որ գփապակի վանքը տողել, այս գիշեր պետք է մեկնի. So these 7 fathers, these 7 priests, they left that very night and they escaped the borders of Hungary. Ուրեմն այս 7 եղբայր գրոնավորները իրենք թողեցին վանքը Հունգարիայի եւ այդ գիշերը մեկնեցան. And their journey is like a movie. They went through barbed wire fences, they went through rivers with their clothes above their head, they went in trucks hiding underneath hay to escape the communists. Ուրեմն շատ ահավոր դժվարություններ անցեն փախելու համար, ցանգաբատներու դակ բահվեցան, քեդերու մեջ են անցած ադենը բան հակուստերը վեր փարսացուցին անցան, տրակներու մեջ, կամիոններու մեջ բահվեցան, որբեսի կարողանան փախչել, որովհետեւ դե կոմունիստները եթե բռնեին զիրենք, կսպանեին. It's like a movie, no? It's like a movie. Yeah. At the worst part, they had to get through a minefield. Yeah. Այո. Ուրեմն չմոռնաք որ ագանաբատված ջամփաներ գային եւ ամենեն հավորը որ այդ ագանաբատված ջամփաները պետք է գդրեին անցնեին. So they had to follow each other in exactly the same steps so they didn't explode. Yeah. Ուրեմն պետք է ամեն մեկը իրարու հետևեին, ուր որ մեկը գողեր իր ոտքը գտներ, մյուսը պետք է տներ որբեսի հանգարց չբայքեին եւ այո. So they escaped the border of Hungary, they went to Rome, they made it to the United States, and they began to work in modern day high school here in Orange County. Yeah, they went across. Yeah, sure. Ուրեմն փախուստվին, հաջողեցան փախուստալ Հունգարիային, եկան Ռոմ, ատկե վերջ կրցան Ամերիկա կալ սիրելիներ եւ when started here 1960. Yeah, they got here basically early 60s. Yeah, մոտավորապես 1965 կարողացան հոսքալ, մինչ այդ ասեմ որ ասկի առաջ ես իրենց բամությունը գարտացել եմ, իրենք սկիզբ եկան դեպի Նյու Յորք, ատկե վերջ Wisconsin եւ այլն դարբեր դեղեր, վերջը 1969-ը որ գրցան Կալիֆոռնիա կալ. Yes. So they began to get vocations. They began to open a school, they opened a seminary, and they started to get vocations, young American vocations. Ուրեմն այստեղ իրենք եւ վարժարան բացին, դպրոց բացին եւ նաեւ հոգեվոր ջեմարան բացին, դպրեվանք բացին եւ սկսան գոչուներ ստանալ, ամերիկացի գոչուներ ստանալ. So they eventually grew big enough that they built the old abbey. So this is the abbey that we used to live at until 2021.
Ուրեմն երբ որ մեծավ թիվը ստիպված եղան ապայարանոց ստանալ, գտեցեք այս է ապայարանոցը, վանք այսինքն, եւ այստեղ մինչեւ 2021 թվականը այստեղ գաբրեին։ So that abbey, we lived there from 1984 all the way until 2021. 1984-ը մինչև 2021 այս ապայարանոցի մեջ ապրեցան։ And it's 10 minutes down the road. It's 10 minutes from here. 10 րոպե դեպի ավելի ներքև է այստեղից։ So that's where they were living. But that building, it's on the top of a hill. And because of the rain and erosion, one of the buildings on the far right, it started sliding down the hill. Ուրեմն որովհետև այս ապայարանոցը փլուրի վրա գտնվեր, անձրևներեն, դեղումներեն ուրեմն սկսավ սահիլ, այո, սահանք ունեցավ։ Նախաբես այլապես հոն գաբրեին ամենքը։ And we had too many young men who wanted to be priests there, so we outgrew that old abbey. Եվ շատ երդասարդ գրոնավորներ ունեին, որ այդտեղ չէին գտնար ապրել։ Իմիջայլոց եմ, որ իրենց դարիքը from 19 to 29 yeah, 1829. Yeah, 18-ին 29 տարեկան երդասարտներ գրնան վանք մտնել եւ դառնալ վանկը։ So about 20 years ago, we realized we need to move from that property, so we bought this property where you are standing today, and we started to build the new abbey, which is where we are right now. Ուրեմն 20 տարի առաջ արդեն նախքան այստեղ փոխադրվել է, այս հողը իրեն քնած էին արդեն։ Եվ ուրեմն you moved to 2021. 2021 թվականին այս ապայարանոցը ուր որ դուք հիմա գաք կամ դուրս գտեցեք եւ այս սկանչելի գառույց ունի։ So in 2021, on May 4th, we dedicated the new Abbey Church, and this is a picture of the dedication. This we call it a brazier. It's where you burn the incense to dedicate the church. Ուրեմն մայիս 4-ին 2021 թվականին այս եկեղեցու այս ապայարանոցին փացումը կատարվեցավ եւ այս խնգամանը որ գտեսնեք այս խնգամանի մեջ խունկ ծխելով սիրելներ ինչպես 5 դակարանի մեջ Ահարոնը խունկ ծխեց եւ Աստուծո դաջարը օրդեց մակրակրոծեց ահավասիկ ասով նաեւ իրենց սրբությունը կհայտնեն And during the dedication we also put all of those bells that you see there up in the bell tower. There's 4 bells in the bell tower, 1 in the cemetery chapel, and 1 in the cloister. Ուրեմն երբ որ բացումը կատարեցին այս 6 բաները զանգակները դրին սիրելներ 4 հատը կմպետի մեջ դրած են եւ մեկ հատը քերեզմանոցի մեջ դրած են and the other one in the cloister. Եվ զանգական միսկոմա այսինքն. Yes. So we hear those bells they call us to prayer. So at 11:55, you're going to hear the bells ringing, calling all the monks to come to pray in the church. Ուրեմն նպատակը զանգակին արդեն ինչ է ժամ գոչ, չէ, ժամ գոչել, ժամ գանչել։ Ուրեմն ժամ գանչելու համար էր որ բոլոր ապահայրերը որ հոս կաբրին, եղբայրները վանկան եւ այսօր գեսորին մենք հոսպիտալանք բիդի լսենք եկեղեցու զանգերուն ցայնը։ And so we've been living here since 2021, and our mission in the diocese is, again, be holy priests, pray in that church, and give the sacraments to the people. Ուրեմն սիրելներ նորեն այստեղ 2021 թվականին որ այստեղ գաբրին եւ չմոռնաք իրենց գոչումը սուրբ գրոնավորներ ըլլալ, ժամերկություններ եւ բادرակներ անել եւ ժողովուրդը հաղորդել Քրիստոսի մարմինով եւ արյունով. So, last thing that I'll say here before we go to see the art of the church is that this property is 330 acres. So all of these hills, we own up to the top of that hill. We own 2 hills back. So there's lots of beauty, and it's also really good because it's silent. There's lots of silence. Ուրեմն իրենց վանքի դարածքը 330 հեկտար է սիրելներ, այս թիմացի փլուրները իրենց կպատկանին եւ 2 հատ փլուրներ կան թեր իրենց կպատկանին։ Ադորամար գսե ամենակարևոր բանը վանքի համար ամենակարևոր ինչն է, որ քաշվածը լա քաղաքեն եւ լրությունը, որբեսի Աստուծո հետ խոսին։ One funny thing is at the old abbey, it was right next to a biker bar. So when we were trying to pray holy hour in front of Jesus and the Blessed Sacrament, you hear really loud music coming from down the street, and it's hard to pray while you're listening to pop music. Yeah, hin vankin kova gase ուրեմն փանգար բարգար որ ամերիկյան pop մյուզիկները գլա, so դժվար է գսե եւ որ դու մնայուն գերբով մյուզիկ մտի գնես, աշխարհեն եկած ցայն, սադանայի ցայնն է, չէ։ Աշխարհեն եկած ցայնը մտի գնես եւ մյուս կոմեալ աղոթես եւ սուրբ դառնաս.
So I'm happy that we are here now. Yeah, we are happy. God speaks in the silence, not through the pop music. Աստված լրության մեջ է որ խոսի, ոչ թե աղմուկի մեջ. Anyway, so let's go to the church now. That's why, brother, Yes. we came to listen to God. Amen. That's why we came here. Yeah. So thank you for the Quick question. explanation. Do you guys have Sunday services? Thank you, Yes, sir. you're welcome. شكرا جزيلا. So the question is, do we have Sunday services here? So yes, we have 7 a.m. Mass, 9 a.m. Mass, and 12 p.m. Mass, all in Latin. Այո, ուրեմն ներսը inside you explain them that you ներսը կբացատրես սիրելներ, որ իրենք հետաքրքրական է, որ կաթոլիկ եկեղեցվով մեջ է, գիտեք որ կաթոլիկ եկեղեցին իրենց լեզուն ամեն դեղ փոխած են, ամեն մեկ դեղական լեզվով, բայց իրենք լադին գրեգորիան շանթերով է որ կներկայացնեն, հին լադինական ձեսն է որ կներկայացնեն։ Եվ ամեն գիրակի բادرակ ունին ժամի 7-ին, 9-ին եւ 10-ին։ I can sing for you all in the church too. Yeah, if you wanna. մեզիա երկե ներսը գրեգորիան։ So let's go to the front of the church. So we'll go in the doors and sit in the very front of the church. And I'll do a tour. Եկեղեցու մուտքին հոնգեցեք, որովհետեւ կամ մեզի եւ բացատրե շարունակեն։ Okay. Thank you Okay, so see you there. much. Thank you so much. What you see right now, we're in St. Norbert's Plaza. You have St. Norbert statue right there guarding the plaza. Սուրբ Նորբերտի ուրեմն արձանն է սիրելներ, որ գսկե թեպի հրաբարակը, ասիկա իրենց վանքի հրաբարակն է, գլխավոր վայրը։ So right here is the church, Եկեղեցին է սիրելիներ, dedicated to Our Lady of the Assumption. ուրեմն վերափոխման Աստվածամոր եկեղեցին է։ Աստվածամոր վերափոխման նվիրված է, August 15, չմոռնաք, 15 օգոստոս։ And below is the crypt. This is where the abbots are buried when they die. Ուրեմն եկեղեցվո ներքևը սիրելներ կրիպտն է իրենց ասենք թե այն վայրն է այն մադուրներն են ուր ապահայրը եւ որ մահանա դագը գտաղեն And the crypt is dedicated to Our Lady of the Dormition, so the kind of Eastern version of the Assumption. Right? Yes ուրեմն իսկ այդ կրիպտի բաժինը այդ մադրամ բաժինը սիրելներ նվիրված է Աստվածամոր ննչման ուրեմն եկեղեցին Աստվածամոր վերափոխման իսկ ներքևը Աստվածամոր ննչման And monasteries are usually built in the shape of a square, okay? So the church is this side of the square, like this. Okay? Ուրեմն ընդհանրապես վանքերը իրենց կողմը քարագուսի ցևով շինված կլան եւ այս կողմը եկեղեցին հաստատված կլա, գառուցված կլա։ And this side, okay, this side is the bottom side of the square. This is where the older fathers live who are preparing for death. Ուրեմն այս կողմը եկեղեցու գողքին մեծահասակ դարեց գրոնավորները գբնագին որոնք կբادرաստվին այս աշխարհեն մեկնելու հավիտենական կյանք երթալու So that's my job at the Abbey. I work with the older fathers. I help them. I take care of them. So I live there here. Brother Philip-ը իրենց հոգ կդանի մեծահասակներուն հոգ կդանի իրենց կյանքի վերջավորության անորամար ինքն ալ այստեղ գաբրի That's my job here. Okay? ասկա իր բարդականությունն է բանկի մեջ So, God bless you. in the middle of the square, there's a beautiful garden, which I'll point to. You can see through the window a little bit. And then on the other side is where the priests and the seminarians live. Ուրեմն ընդհանրապես իրենց բանկերը կաթոլիկյան շատ հետաքրքրական է ճիշտ մեջտեղը սիրելներ բարդեզմը գլա այդպես բացօթյա բաժին դեսերեք Իտալիա երբ որ կացրեք դեսերեք եւ ուրեմն այդ թիմած հանդիպակաց կողմը նույն կորոնավորներուն սենյակները կգտնվին And then right here, what you see is where we take our classes. The seminarians take our philosophy, religious classes, all here. Այստեղը իրենց դբրոցն է սիրելներ, թբրանոցն է, ուր որ ֆիլոսոֆայություն, աստվածապահություն այստեղ է գարդեն։ And then this building is called the administration building. That's where we just were. That's where they do all of the hard work to keep this place open. Իսկ այս շենքն վարչական շենքն է, իրենց վարչական աշխատանքները ամենօրյա, ինչպես որ մենք ներս մտանք արդեն տեսանք։ So let's go into the church, and we're gonna sit on the front couple pews. Ուրեմն եկեղեցի վիճում ենք սիրելներ, եկեղեցու արչեվի քանի բանկետներու աթորներուն վրա նստենք, եկեղեցի մտածածեն հիմա դեսնեք Հիսուսի մեծ crucifixion-ը, խաչելության պատկերը մտածածեն։ And I'll go lock up. I'll meet you there. Okay? Sure. I'll turn the lights on. Բրենք խաչը եւ ներս։
So, the church is designed to have the whole story of creation. Ուրեմն եկեղեցին այնպես դիզայն եղած է, որ ողջ ստեղծագործության պատմությունը ներկայացվի։ So we have the first days of creation in the book of Genesis. Առաջին օրվան ստեղծագործություն ունենք Ծննդոց գիրքեն, and we have the last days of the book of Revelation, the first and the last of the Bible. Ուրեմն Ծննդոցի առաջին գլուխ ունենք եւ նաեւ հայտնություն Հովանու վերջին գլուխ կամ վերջին պատկերներ ունենք, որ իրականության մեջ հիմա ճիշտ Խորանին վրա պիտի տեսնենք։ So in these 6 side chapels on the side, ուրեմն գտեսնենք, որ երկու կողմերը 3 հատ մադուր կան, հա? 3 մադուրներ, բզիկ մադուրներ կան։ We have the 6 days of creation. 6 օրվա ստեղծագործության պատմությունները նկարված են։ And on the mosaic in the back of the church, it's the book of Revelation, the last things. Ուրեմն յետևը մոզաիկ է խորանը եւ հայտնության ուրեմն պատկերն է, վերջին
Պիտի տեսնենք, որ Աստվածամայրը 12-րդ գլխի մեջ Revelation-ի մեջ հայտնությունով անու գրքի մեջ։ So the beginning and the end, and now we are here in the middle. Ուրեմն սկիզբը բացության աշխարհի ստեղծագործության եւ վաղճան աշխարհին, իսկ մենք անոնց մեջտեղն ենք։ Հետևաբար մենք ալ երթանք դեպի հավիտենականություն։ We are on the journey from the beginning to the end, on a journey. Մենք այդ ճանապարհորդության մեջ ենք, ուխտավոր ենք, pilgrimage, ուխտավոր ենք, ճիշտ այդ ջամփու մեջն ենք դեպի հավիտենականություն երթանք։ So this part of the church, in the Latin church, is called the nave, which comes from the Latin word which means boat. Ուրեմն այստեղը լատին եկեղեցու մեջը հայ եկեղեցու in Armenian church we say ադյանն է ուր որ ժողովուրդը կբնակի, բայց լատին եկեղեցու մեջ այս կգոչվի սիրելներ նավ է կամ նավ։ Ինչու հիշեցեք որ Հիսուս իր աշակերտներուն հետ նավի մեջն էր եւ փոթորիկներուն ենթարկվեցավ։ Հետևաբար այս մասը ուր որ դուք նստած եք նավն է, հոգեվոր նավն է, որտեղի նավահանգիստ կերտա։ Which is why the ceiling looks like the underside of a boat. Ադորամար սիրելներ առաստաղը նավագի ուրեմն ցև ունի։ So we are on the boat, on the way to heaven. Ուրեմն մենք հիմա նավագի մեջն ենք, որտեղի երկինք է որ գուղվենք, ճանապարհորդվենք։ Okay, so Այս է ուխտակնացության ուխտավորներու նպատակը այս է, pilgrimage, this is the aim. yes, exactly. So we will go to the side chapels and I will explain how to understand the art in there, but we're going to start with the architecture and the art in the main part of the church. Ուրեմն ինքը ցեզի պիտի բացատրե մեզի սիրելներ մադուրները, թե ինչ պատկերներ գծված են, բայց գլխավոր ճարտարապետության մասին նախ պիտի խոսի։ So all of the art in the church, all of the icons were designed by an Italian couple from Perugia, Italy. Ուրեմն ամբողջ եկեղեցու սրբա պատկերները, այկոնները իդալացի զույգի մգողմ է, որոնք Պերուջիայի մեջ, Իտալիայի Պերուջիա քաղաքի մեջ կապրին, այնտեղ են եկած են եւ իրենք գծակրած են։ So first they designed the art for the mosaic arch in the back. Ուրեմն նախ մոզաիկ գամարը ամբողջությամբ կատարեցին։ They sent their drawing or their painting to the mosaic artists. Ուրեմն իրենց գծակրությունները ուղարկեցին այն վայրը, որ մոզաիկ կպատրաստեն, մոզաիկ արվեստագետրոնի մեջ։ They printed out the image and then they took each little piece of stone and they glued it to the paper. Ուրեմն պատկերը դպակրեցին եւ վերջը ամեն մեկ բաժինը մոզաիկի արին եւ փակցուցին։ Ընդհանրապես մոզաիկները այդպես կլանցրեն են։ Գդոր են մոզաիկները, չէ՞, բզդիկ puzzle-ները։ So ամեն ինչը գծակրության հիման վրա ամենը մեկ ուրեմն կփակցվի։ So they finished, but every piece of the mosaic was in pieces, like puzzle pieces this big. Ուրեմն մոզաիկը սիրելիներ չգարցեք, որ այստեղ կհավաքվի այնպես ոչ, գդոր գուկա, բզիկ բաժիներով, այսպես թուղթերով գուկա այդպես եւ գուկան եւ գեցնեն բադի վրա։ So they sent it over in big wooden crates and it arrived during COVID. Ուրեմն Իտալիային, չմոռանաք, Իտալիային ուղարկվեցավ, Պերուջիային, դիտեմ, ուրեմն Պերուջիային ուղարկվեցավ եւ այս մոզաիկները այստեղ ժամանեցին COVID-ի ժամանակ 2020 թվականին։ So we moved here and the artists were stuck. They could not travel. The mosaic artists were stuck in Italy. Ուրեմն մոզաիկները, այս սրբապատկերները այստեղ հասան, բայց արվեստագետները չկարողացան գալ, որովհետեւ ճամփաները փակեին։ But after COVID was over, they eventually came and the mosaic artists spent months putting the mosaic onto the wall. Ուրեմն երբ որ COVID-ը արդյունեցավ այլոց ճամփորդեն, COVID-ի հետ, արվեստագետները եկան եւ ամիսներ դեպեցին, որպեսզի մոզաիկը բադին վրա ամրացնեն։ And the way they did that was they would put plaster on the wall, cement, and then they would take each puzzle piece and stick it to the wall. Ուրեմն, ինչպես բացատրեցի, արդեն գդոր կփակցնեն, սիմենտերին, սեմենտերին եւ գդոր փակցուցին բադին վրա։ And then they would take a sponge with water, get the paper wet, peel the paper off, and now the image is on the wall. Եվ հետո սիրելիներ սպունգով ջուր արին եւ ամբողջ կսեցին մոզաիկին վրա եւ որ չրվեցավ վրայի թուղթերը հանեցին եւ ահավասիկ արվեստի հսկա գդոր մցեր աչքին դիմաց որպես մեկ գդոր։ But if you notice, it's
backwards to how they designed it. So they had to keep that all in mind while they were designing. It had to be backwards. Չմոռնաք որ գսե ինչ որ իրենք փակցուցին հագարակ է, իրենք հագարակն է որ դեսնեին, որբեսի վերջը ուղիղ մենք կարողանանք տեսնել, հա? Այնպես չէ որ ինչ որ գտեսնեք որ այդպես դրին, այլ հագարակին գողմեն դրած են, չմոռնաք։ They're real artists. They're brilliant geniuses. Իսկապես որ մեծ արվեստագետ մարդիկ են։ So that's the mosaic. The artists, the couple from Perugia, then they came over and they, with a team of their artists, they painted all 6 of these chapels. Ուրեմն չմոռնաք այդ Պերուջիայի զույգը, որոնք քծակրած էին եւ ադոնց քծակրության հիման վրա մոզաիկը պատրաստած էր, անոնք վերջի եկան այստեղը եւ այս մադուրներու մեջ ուղագի որմնանկարերին, բադին վրա քծակրեցին։ So because I like to paint, I got to help them paint, and they were so amazing to work with. They are professional artists, but they let me do little easy things like backgrounds and stuff. Okay. Brother Philippa Sirener ինքը արվեստագետ է, ինքն արկածակրող է, շատ կսիրե։ Ուրեմն ինքն աշխատեցավ անոնց հետ, գսեմ բայց անոնք սե փածարիկ արվեստագետներ էին։ Ինձ մանր բզիկ գործերը դվին որ ես արկածակրեմ։ Հիմա իր ամագնալ գա այս նկարներում մեջ։ Bravo. Easy. So that took about, they came for like 2 summers, so about 3 to 6 months of work on them. Մոտավորապես 6 ամիս տևեցին սիրեներ այս գործերը որբեսի ավարտեն։ Okay, so that's who the artists are. Now we're going to talk about what you see in the mosaic, okay? Ուրեմն අපි բացատրե որ մոզաիկի մեջ ինչ կտեսնենք։ Revelation 13-րդ գլխու մեջ են, հիմա կբացատրեմ։ So we see right there in the middle is Our Lady being assumed into heaven. Ուրեմն ճիշտ մեջտեղը կտեսնեք Աստվածամայրը, տեսակ վերը, որտեբի երկինք կվերափոխվի։ And she's pictured in the blue shape right there. Ուրեմն կտեսնեք որ գաբույտ քույնով է որ կներկայացվի։ We call that a mandorla. So մենդորլա կոչվի աստվածային գաբույտը, որտեղ երկնային աստվածային խորհրդանիշ է ադոր համար։ And it's in the shape of an almond. It's in the shape of an almond, which is the shape that you make when 2 circles come and they overlap. It's the shape in the middle. Ուրեմն նուշի ցևը կտեսնեք որ ինչպես որ նուշի բանը գերբարանք է, այդ գերբարանքով է որ ներկայացված է։ But why? Ինչու համար? Ինչու? When you have the blue behind one of the saints, it's like heaven and earth come together. The 2 circles come together, and that's a portal from heaven into earth. Ուրեմն ինչու համար սիրեներ այդպես կլա, որովհետև երկինքը եւ երգիրը, երբ որ տեսնեք սուրբի բատկերին յետևը գաբույտը, կնշանակի որ տեսեք արդեն դարբեր գույնի գաբույտներ են, չէ՞։ Կնշանակի որ երկինքը եւ երգիրը իրարու է որ կհանդիպին։ So it's like we're looking at heaven opening up, and Our Lady is coming out, or the assumption is her going in. Այո, ուրեմն այնպես է որ կարծեք երկինքը կբացվի եւ Աստվածամայրը կվերափոխվի, երկինք կմտնի։ So the image you see is from Revelation 12, and that's what the Latin says around the side. A great sign appeared in the sky, a woman clothed with the sun, with the moon under her feet, and on her head a crown of 12 stars. Ուրեմն այս բատկերը Աստվածամոր ծայրը լադիներենով կրված է հայտնություն Հովանու 13-րդ գլխու առաջին համարը գսե որ Հովանես Արաքյալը դեսիլք մտեսա դեսա գինը որ արև հակած էր ոտքին դակը լուսինը գար եւ գլխուն վրա 12 աստղեր. And on the bottom part it says, and there was a battle in heaven, Michael and his angels fought against the dragon and his angels. So you have Saint Michael the archangel fighting the dragon there. Ուրեմն եւ նաեւ այնտեղը 13-րդ գլխու մեջ Հովանու հայտնություն 13-րդ գլխու մեջ Հովանեսը տեսավ ուրիշ դեսիլքը որ Միքայել հրեշտակաբեդը սատանային հետ կգրվեր եւ սատանան կոչվի վիշապ, դրագոն։ Ուրեմն դեսնեք այստեղը Միքայել հրեշտակաբեդը գարմիր հակած է, ցերկը քեղարդ կա կամ նիզակը կա եւ դրագոնը դեսեք սատանան է որ գսպանեզին, որտեղ իրեն երկինքեն դուրս վտարեց։ So we're looking at the final battle, the very last things that are going to happen at the end of time. Ուրեմն ինչ որ կտեսնեք վերջին ժամանակներու պատկերն է որ կտեսնեք որ վերջին պատերազմը պիտի լա որ սատանան ամբողջությամբ պիտի բար։ So you see on the, we're actually going to go up and I'll show you stuff up here, but on the left side you have people rising from the dead, the resurrection of the body. Ուրեմն կտեսնեք այստեղ Խորանի բարի մասը
որ մերելներ հարություն գարդեն քերեսմաններեն, and you have people on the right side getting led into heaven or being condemned into hell. իսկ այս կողմը սիրելներ գտեսնեք մարդիկ, որ ռեշտագը նայեցեք գաստարարե, անոնք որոնք արտար են դեպի երկինք առաջնորդվին, գտեսնեք, իսկ անոնք որոնք մեղավոր են թժող կուղարկվի, այս կողմը, Խորանին այս ձայնի մասը։ Ավելի մոդիգեն քիչ վերջ կտեսնենք։ So, everyone always asks the question, why are there a bunch of crabs around Our Lady? That's what I was going to ask. Ինչու համար գսվի որ կրաբ խաչ Խեցգեդին։ խեցգեդիներ գտնվին, բայց իրականության մեջ խեցգեդիներ չեն, Աստվածամոր շուրջը։ So, actually, they're seraphim angels, okay? Սերոփե եւ քերոփեներն են, ռեշտակներն են սիրելներ, գիտեք որ Եսայի մարգարեի 6-րդ գլխում մեջը 6 թև ունեին, չէ՞, երկու թևերով աչքերը կփակեին, երկու թևերով մարմինը, երկու թևերով գթրջեին։ Exactly. So, the seraphim have 6 wings, like you said. Yeah. And He understands. yeah, I understand. why are they red though? That's the question. Ինչու Why are համար they- գարմիր են։ Because seraphim are the highest of the 9 ranks of angels, Ռեշտակներու 9 թասեր կան, սերոփեները ամենեն բարձրներն են, which means they're the closest to God, which means they're on fire with love, a red hot fire of love for God. ուրեմն քանի որ իրենք ամենեն մոդիկն են Աստուծո սիրով գրագով լեց, սիրո գրագով լեցված են եւ հետեւաբար գարմիրը սիրո գրագի խորտանիշ է։ Ադորմար Վալենտայնի դարու գարմիր red heart կուտա գերա, չէ՞ գարմիր սիրո։ Exactly. So those are the seraphim, but we also have on either side cherubim. One cherubim on each side. That's the one with the Ուրեմն 6 wings. Աստվածամոր շուրջի հրեշտակները սերոփեներն են, բայց մյուս կողմերը գտեսնեք առանցին, անոնքալ քերովփեներն են, հա? Այո։ So it's supposed to look like the Ark of the Covenant. Our Lady is in the middle. Our Lady is the Ark of the Covenant, and the cherubim are on 2 sides guarding her. So that's Our Lady as the Ark of the Covenant with the 2 cherubim. Ուրեմն 5 դագարանի մեջը Աստված Մովսեսին ասա, որ արք պատրաստի, այսինքն վկայության խորան եւ այդ վկայության խորանի վրա երկու քերովբեներ գային, որոնք այդպես իրարու գնայեին ցերկ-ցերկի։ Աստվածամայրը նոր ժամանակներուն ինքը ուխտի դաբանագն է, ուխտի դաբանագին շուրջը։ Ուխտի դաբանագն է Աստվածամայրը, որովհետեւ Աստվածամոր փորի մեջը Հիսուս ծնավ, Հիսուսով է մանանան է Հիսուս օրենքը դվողն է, դաստապանյա եւ Հիսուս ծաղկյալն է, ադորամար Աստվածամայրը ինք, որպես նոր ուխտի դաբանակ իր շուրջ երկու քերովբեն էր։ I was going to say that, but you said it, so we're good to go. You're the theology teacher. I'm just a student now. I understand. That's perfect. I was going to say. So, I guess that's everything. And Հիսուս Քրիստոսն է վերսկերներ, Jesus Christ, յուսեք որ վերա։ Եսուս Քրիստոս կբացի արդեն իր շուրջը։ And he's holding a book that says, I am the light of the world. Եվ իր ցերկի մեջը քիրքը բռնած է, որ Հիսուս կսե, ես եմ աշխարհի լույսը։ John 12. 8:12. So, the last thing I want to talk about is the cross. Վերջին բանը որ ուզե խոսիլ խաչի մասին։ So, we see a normal cross, that is, Jesus is on the crucifix, his dead body is on the crucifix. Ուրեմն գտեսնենք խաչյալ Հիսուսը խաչին վրա կանգնած մահացած ժամանակ, But right behind it, you can see there's a golden, gemmed cross. Ճիշտ յետևը սիրելներ գտեսնենք ճիշտ յետևը ոսկի խաչը Խորանի վրա։ And that's because you can never have the death of Jesus without the resurrection of Jesus. Որովհետև չեք կրնար սիրելներ պատկերացնել Հիսուսի մահը առանց Հիսուսի հարության, հա Հիսուսի մահ եւ հարություն։ Եվ յետևի ուրեմն խաչը, գտեսնեք որ Հիսուս չկա, հա միան արչևինի մեջ կա։ Եվ ադորամար in Armenian church, մեր եկեղեցու մեջը, we never put the crucified Jesus because he's resurrected. Ինք հարություն առած է, ադորամար միշտ But what we're showing here is the fact that it's the same mystery. He died and he rose, but he defeated death by dying. That's how he was victorious. Ուրեմն իրենք մահը եւ հարությունը յետևի գտնեն, որովհետեւ չկա հարություն առանց մահվան եւ չկա մահ առանց հարության, Հիսուսի ամանաշուշտ, եւ սիրելիներ Հիսուս իր մահով է որ հաղթեց մահվան, ինչպես որ մեր շարականի մեջ կսե։
Քրիստոս հարյավի մերելոց մահվամբ զմահ գողիած եւ հարությամբ ընյուրով եւ մեզ գյանս պարգևյաց. So in the Latin Church we emphasize the body of Christ on the cross more than in the East, and we try to keep them a little bit more together, and that's shown here. That's why your churches don't have it different. Արևմտյան եկեղեցու մեջ, լատին եկեղեցու մեջ, կաթոլիկ եկեղեցու մեջ, իրենք շատ շեշտը գտնեն Հիսուսի մահվան վրա նաև, արևելյան եկեղեցիները առավելաբար հարությամբ, բայց անշուշտ երկու եկեղեցիներն նույն բանը, բայց ուղղակի սիրելներ անոր համար է որ իրենց խաչերուն վրա, միշտ կաթոլիկ խաչերուն վրա խաչված Հիսուսը գտնվի. Different emphasis, same mystery. Այո, դարբեր ուրեմն շեշտում, բայց նույն խորհուրդը, երկու եկեղեցիներ, նույն Հիսուսը, նույն արությունը, նույն մահ. But the point is that he defeated death by dying, which is why by the golden cross it says ICXC, which is Jesus Christ, Nika, which in Greek means conquers. Այո, ուրեմն որովհետև Հիսուս իր մահով հաղթեց մահվան, անոր համար յետևը խորանին այդ ոսկեքույ խաչին գողմերը սիրել իքա եւ Հիսուս Քրիստոս վերը կրված է Հիսուս Քրիստոս իսկ վարը կրված է նիկա կնշանակե հաղթանակ հունարենով նաեւ գրիկ հաղթանակ կնշանակե victory այո conquer նվաճում good okay Nike բարերը որ գտեսնեք Nike ասե նիկա նույն բարեն է any questions before we go? Հարց մունիկ սիրելներ ամեն ինչ գդարյալ է When was the church built? We started building in maybe 2017, finished in 2020, and then we moved 2021. 2017-ին է որ այս եկեղեցին չմոռնաք որ 2021-ին ոս փոխադրեցան 1997-ին սկսան գառուցել մինչև 2017 2017-ին սկսան գառուցել մինչև 2021 ավարտվեց 21-ին եկան Այո Good, so we're going to go up. Oh, sorry, yes. The red circle on the cross. The red The circle. red. It's a gem. She means the red dot in the middle of the gold cross. Yeah, I don't know is the short answer, but I think because it's red symbolizes blood, so it symbolizes Jesus. and also so Garmir Quinamare round it's like a rainbow. So what's the rainbow? What ինչ է իմաստը ձիածանին հաշտություն Աստված հաշտվեցավ մարդուն հետը, Oh, she's talking about the red around the circle Yes, or around the on the circle. cross? No, she said in the middle. It's a rainbow. It's a rainbow. Տեսակ առանց գնալուս Rainbow-ն է ձիածանն է, որ Աստուծո հետ ինչն է նոյին հետ Աստված ինչ հրավ հաշտության գնիքը հրավ։ Good question. Լավ, եկեք մեզի ներս մտանի, ասի մեծ բատիվ ես։ Yes. So we're gonna go up in the side chapel, Գոմեն պիտի մտնենք։ and there's gonna be a line that's clear on the ground that we can't go past. Գխնդրեմ որ մեջտեղեն ինչ որ նշան տրածեն այդ նշանով կանենք։ It's amazing that you so much. I seriously love your Yes. Մանրամասնություններ դեսնեք։ So you can see our tabernacle here. Այստեղ ուխտի դաբանագն է սիրելներ իրենց, ուր որ Սուրբ հաղորդությունը գբահվի That's where we keep the korbana or whatever. Որ այո, Հիսուսի հաղորդությունը գբահվի, So հաղորդությունը։ the real body of Christ. Հիսուսի մարմինը եւ արյունը։ Jesus, God, really present here. Հիսուս իսկապես ներկա է այստեղ։ So right above that, you have the image of the anchor, which symbolizes hope, and the two fish, which symbolizes the fact that Jesus feeds us, the 5 loaves and 2 fish. Ուրեմն ճիշտ յետևը գտեսնեք սիրելներ գայմը, որ գնեդվի ռամե։ Այո, հույսի խորհրդանիշ է, իսկ երկու ծուգերը ինչ այո, իսկ երկու սույները ինչի խորհրդանիշ են, երկու ծուգերը ներողություն, որ Հիսուս կգերագրե մեզի։ Այո։ And you can also see the 4 main saints in the back are all saints who represent the Eucharist or the priesthood. Ուրեմն յետևը 4 գլխավոր սուրբերը, որոնք կներկայացնեն ուրեմն սուրբ հաղորդությունը եւ քահանայությունը, including Aaron the high priest and Abel from the Old Testament. Ուրեմն 5 դագարանեն Ահարոնն է
եւ ապելը Ատամին եւ Իվային առաջին զավակ ապելը որ Գայենը սպանեց եղբորը And you can also see under here the 12 apostles here in the arch. Իսկ նայեցեք գամարին մեջը գտեսնեք 12 առաքյալներն են Հիսուսի And everyone always asks who the little white figure is right there. Who is that? Ուրեմն միշտ մարդիկ հարցնեն ով է այդ բզդիկ բատկերը որ այնտեղը դրված է Okay, so it's a Norbertine teaching a little short woman how to tend the vine. Ուրեմն նորբեթին գրոնավորը գսորվեցնե բզդիգիմը ինչպես պետք է բան հոդե բանը այքիններ հոդենք չէ ինչ կդենք էդետ So who is this lady? ով է այս գինը She is the woman who donated all of her money, all of her wealth. She was very, very wealthy, millions and millions of dollars to purchase, to fund, to benefact the mosaics. Ուրեմն այս գինը միլիոնադեր գիմն էր, որ իր ամեն ունեցածը տվավ, որ այս բոլոր մոզաիկները ուրեմն գազմվին։ And now she lives like a poor person. Եվ հիմա աղքատության մեջ կապրի այդ գինը, որ միլիոնադեր էր։ So instead of putting thank you Mrs. We put a little picture of her because she's humble. Փոխանակ շնորհակալություն դրենու որ շնորհակալ ենք քեզ մի այսինչ դիգին իր փոքրիկ նկարը դրինք որովհետև ինքը խոնար էր եւ այսպես իրեն շնորհակալության հայտնելու համար խորանին վրա իր նկար դրուի ավելի լավ չէր սիրելներ Bless her, pray for her. Amen. So we're not going to go to the other side, but you can see the chapel of Saint John the Baptist. Okay, լսեցեք սիրելներ ճիշտ իմացը Սուրբ Հովանես Մգրդիչի նվիրված մադուրն է So this is the baptism of Jesus in the Jordan River by Saint John the Baptist. Ուրեմն հորտանան կեդին մեջ Հիսուսի մգրդության պատկերն է Հովանես Մգրդիչին կողմը And on the top part we see the Old Testament prefigurement of baptism in Noah's Ark. Ուրեմն վերևը գտեսնենք Նոաս արքը Նոյան դաբանը սիրելներ որ չրեղեղին վրա գլողա կամ գկալե ճուրերուն վրա է եւ անիկա գխորտանշե մգրդության խորուրդը ունի արդեն And she's asking that you know that the Noah's Ark stayed on the Landed on Mount Ararat. And that's in Armenia? Yes. Wow. So we are the people of Noah. Noah, okay. Yes. That was my name before I... Another nations. Yes. Ուրեմն իր առաջված ավազանի անունը Նոա եղած է։ Yeah. Philippine. So I love that name and all the images. So now you know that Noah's Ark landed on Mount Ararat. I will have to come visit. Oh, sure, now. you have Okay. to. I'll take you. Okay, yes. For sure. Thank you. So now we'll look at this chapel, please. Իսկ այս յետևի մադուրը So this is the chapel of Our Lady of Guadalupe. Գուադալուպեի Աստվածամոր, ուրեմն Մեքսիկայի գիտեք, որ Աստվածամոր հայտնության պատկերն է։ Our Lady appeared to Saint Juan Diego in 1531 in Mexico City. 1521 թվականին Խուան Դիեգոին երևցավ Աստվածամայրը Մեքսիկոյի մեջ։ So he was a poor young Indian boy who was just trying to go take care of his uncle, and Our Lady appeared to him and told him to build me a church. Ուրեմն ինքը աղքատիկ, բարձ, սևական մարդ մներ, Indian, անտիկ մարդ մներ, եւ իր հորեղբոր խնամքը գդարեր, ջամփու ընթացքիր էր որ երթար խնամեր հորեղբայրը, Աստվածամայր իրեն երևցավ եւ ասավ որ ինձ համար եկեղեցի սարքե, աղքատիկ մեգումը։ And he went to the bishop and he told the bishop that Our Lady wants me to build her a church. Եվ գնաց եպիսկոպոսի մոտ եւ ասավ որ Աստվածամայրը երևցավ ինձի եւ ասավ որ իրեն համար եկեղեցի մը սարքեմ։ But the bishop did not believe him because he was poor, he was too humble and he was a nobody. Ուրեմն այո, ուրեմն եպիսկոպոսը չհավատաց իրեն, որովհետև ինքը աղքատիկ մարդ էր եւ ոչինչ մեկն էր, ոչ մեկը չէր ներկայացնել, ինքը ադորաբար չհավատաց իրեն։ So Juan Diego was very sad because he could not do what the lady asked him to do. Ուրեմն Խուան Դիեգոն շատ տխրեցավ, որ չգրծավ անել այնինչ որ Աստվածամայրը իր մե խնդրեց որ գադարե։ And so he tried to escape her the next day. He tried to go a different way to visit his uncle the next day. Ուրեմն փորձեց ուրիշ ճուզեց որ Աստվածամոր նորեն հանդիպի, ուզեց խուսափել, ուրիշ ճամփայով գնաց իր հորեղբորը օգնելու համար։
but you can never run away from Mama Mary. Բայց ո՞ր մեկը Մամա Մերիեն չի գնար փախչին։ And so she appeared to him and she said, "Trust me, I will take care of you. I am your mother. You are here in the fold of my mantle and I will help you." Ուրեմն Աստվածամայրը ասա որ վստահե ինձի, ես քո մայրդ եմ եւ ես քեզ իմ հագուստիս մեջը, իմ վերարգույս մեջը պիտի առնեմ, բահեմ եւ անպայմանորեն այս ծրագիրը պիտի իրականանա։ So she said, "I want you to take the bishop a sign that it is really me appearing to you." Ուրեմն պիտի ուզեմ որ եպիսկոպոսին որ քեզ մերժեց, նշան մտանես, որբեսի իմանա եպիսկոպոսը որ իսկապես ես եմ որ քեզ իրեն ուղարկած եմ։ So she told him, "Go pick those roses which are blooming right there." Ուրեմն սավ քնա գոգոն դարձած որ նոր պիտի ծաղկին այդ վարդերը քաղե։ And these roses were from Spain, so they should not have been growing in Mexico, especially during December in the winter. Ուրեմն այդ ծաղիկները, այդ վարդերը իսպանական վարդեր էին, Մեքսիկոյի մեջ չեն ծաղկիր այդ վարդերը, եւ մանավանդ որ ամիսը դեկտեմբեր էր, անկարելի է որ ծաղկեին վարդերը։ So he picked the roses and he put them in his, it's called a tilma in Spanish, he put them here. Ուրեմն ինքը հավաքեց այդ ծաղիկները, քաղեց այդ ծաղիկները եւ իր կոկնոցի մեջ դրավ։ And he carried them to the bishop and he told the bishop, "I have a sign for you." Եվ եպիսկոպոսին ներկայացավ ու սա որ նշան ունիմ քեզի դալիք։ And Juan Diego thought the sign was that there were roses growing in Mexico that should not be growing there at that time. Juan Diego-ն կարծեց որ ուրեմն նշանը այն պիտի լա որ այն ծաղիկները որ Մեքսիկոյի մեջ ծաղկեցան, բայց չեն գնար ծաղկել այդ որովհետեւ իսպանական է, կարծեց որ անիգա է նշանը։ So in front of the bishop and the whole court, he opened his tilma and the roses flew on the ground. Ուրեմն բոլոր եպիսկոպոսին եւ ամբողջ ադյանին թիմացը իր կոկնոցը բացավ եւ ամբողջ վարդերը կեդին այդպես դարածվեցան։ But the sign was that Our Lady appeared on his tilma. The picture of Our Lady was on his tilma. Ուրեմն երբ որ ծաղիկները կոկնոցը բացավ եւ ծաղիկները վարդերը ամբողջ ծրվեցան, Աստվածամոր պատկերը իր կոկնոցին վրա դպակրված էր։ And she looks exactly like that. That's the exact look that she was on his tilma. Եվ ճիշտ այս պատկերով է որ ուրեմն դպակրված էր այդ աղքատсан Դիեգոյի ուրեմն հագուստին վրա, կոկնոցին վրա։ And that image still hangs in the basilica in Mexico City right now. It's about to be 500 years since that miracle, and this image, it should have disintegrated, it should be gone, but it's still alive. 500 տարի անցած է սիրելիներ, եւ այդ կոկնոցը մինչեւ այսօր Մեքսիկոյի մեջ է, Եկեղեցու կաթեդրալի մեջ կգտնվի, եւ այդ պատկերը չի անցած։ One time, some terrorist tried to put a bomb in front of it. He hid it in some flowers and it exploded, and the image completely fine. Ուրեմն օրը terrorisme վարդեր արավ, վարդերու մեջ ռումբ դրավ, դարավ այդ պատկերին դիմաց բայթեցուց որբեսի այդ կոկնոցը անհետանա, վնասվեցավ շուրջը, բայց կոկնոցը բացարձակ բամը չեղավ։ It's a miraculous image. It's a sign of Our Lady's love for us. Ուրեմն հրաշագործ պատկեր է եւ անիկա գխորտանշե Աստվածամոր սերը մեր բոլորի հանդեպ։ And one important part of the story is that in Mexico at this time, the Aztecs were doing all sorts of very evil things, child sacrifice, cannibalism, very evil satanic things in Mexico. Մեքսիկոյի մեջ սիրելիներ այս օրերուն դժբախտաբար շատ այդ ժամանակ շատ ահավոր բաներ կգադարեին, սատանայություններ, երեխաներ գզոհեին, շատ վատ բաներ կգադարեին, մարդեր կսպանեին եւ այլն։ And so the priests who were working there from Europe were struggling to fight the evil there, but it wasn't until her image appeared that the conversions began to happen. And once her image was there, millions and millions and millions were baptized. Ուրեմն Եվրոպայի գրոնավորները գուզեին, որ այս Մեքսիկոյի մեջի այս հարցը մարդասպանության, երեխաներու սպանության եւ այլն լուծել այդ հարցը, բայց չէին գիտեր ինչպես պիտեն։ Այս Աստվածամոր այս պատկերի երևումը, որ կոկնոցին վրա երևցավ, այդ երևումեն յետքը միլիոնավոր մարդիկ վերադարձան հավատքի մգրդվեցան։ So this is why she is the patron of North America. Ադոր համար ինքը սիրելներ հյուսիսային Ամերիկայի, Աստվածամայրը պաշտպանուհին է, պաշտպանուհին գոչվի, պաշտպան սրբուհին է
Եվ գտեսեք մեքսիկացիներուն դուներուն վրա չէ, միշտ այսպես։ Հիմա բաղմությունը կիցակ։ So we love her very much. The Mexicans love her very, very, very much. Մեքսիկացիները եւ ամեն քսանաշիշտ մայրիկ աստվածածն է։ She's saying us we also love We all should love her. Yes, Yeah, sure. she is the patroness of our land. Բոլորին մաման է։ She's the same one. That's the same Yes, lady. very true. Just a different appearance, you know? Same lady, different side. Նույն աստվածամայրն է դարբեր հայտնություններով։ So, her feast day is December 12th. Իր դոնը այս Երևան դոնը դեկտեմբեր 12-ին է։ So, on that day here at the Abbey, we have a huge celebration in honor of Our Lady. Ուրեմն այդ օրը շատ մեծ դոնախմբություն գլա այստեղը այս ապայանոցի մեջը։ It's tradition. December 12-ին։ You should bring us. December 13 we have another pilgrimage to Saint Jacob. Oh my gosh, in Spain? No, here. Oh, okay. In the way. Okay. In Armenian church. Well, on that day, we start by waking up Our Lady at 4:30 in the morning with songs in Spanish. Ուրեմն արդվա ժամը 4-ին Աստվածամոր գսկսին երգել իսպաներենով ժամը 4-ին արդվա այդ օրը դեկտեմբեր 12-ին։ And then throughout the day, there's the mass, the prayers, and then we end with a procession with her image all around with lots of roses. Ուրեմն այդ օրը սիրելներ բազմաթիվ ժամերկություններ բادرակ կլա եւ գավարդեն այս ամբողջ օրվան դոնախմբությունը Աստվածամոր այս պատկերը արցանը կրգած եւ գիտես գլադին եկեղեցին թափոր գնե եւ ամբողջ թափորով շրջագա։ So I wanted to share that story with you because she is the patroness of the land in which we all live here now, and so we should all have a big devotion to Our Lady of Guadalupe. Yes, ուրեմն ասեմ ասիկա սիրելներ միշտ վանականներուն պաշտպան սրբուհին Աստվածամայրը գնահատվի։ Միշտ որտե վանականները իրենց մամաներեն, գիներեն հերու եղած են, իրենց մաման ով է Աստվածամայրը։ Ադորամար վանքերու մեջ ընդհանրապես գոչվին սիրելներ եկեղեցիները Աստվածամոր անունով։ Ասիկա լավ իմացեք։ And if you're free on the 12th, you're most invited, but if that's too many pilgrims. Այո, եթե սիրելներ գսե հրավիրված եք ամեն անոր կպապակի հազարավոր ուխտավորներ կունենան գսե, բայց դեկտեմբեր 12-ին անոնք որոնք կպապակին գրնան օրվա մեջ։ If not this year, then next year. Եթե այս տարի չլավ, կալ տարի կբերեմ. Next year I'll bring them for sure. Yes, that's the agreement. So let's remember December 12th next year, okay? Next year. Okay.